տանք հետ կանաչ վարդերը։ Իսկ թե ով կտա, կխնդրեի պտտվեք մի քիչ դռան կոմտենակ ով կտա։ Հեսա դա եկե։ Բարեկամներ, գեղեցկագույն Մալիշկա գյուղն է եւ ես ու Վարդանը գնում ենք շատ գեղեցիկ եւ սրտանց անակնկալ տեղ հասցնենք, գնում ենք մեր տիկին Անուշի ծննդյան օրը շնորհավորենք շատ գեղեցիկ եւ ազդեցիկ անակնկալ ենք անելու որդու ընտանիքի կողմից եւ որդու եւ հարսիկի կողմից, նրան շատ են սիրում։ Ուղղակի այսօր նրանք գտնվում են Ռուսաստանում, այդ իսկ պատճառով ես ու Վարդանն ենք գնում նրանց փոխարեն։ Գնում ենք սեր ու հարգանքը ցույց տանք մայրիկի հանդեպ, ասեմ ձեզ, որ շատ լավ գեղեցիկ նվեր ենք տանում ենք մայրիկի սիրտը ջերմացնենք։ Իսկ ով կարոտած է Մալիշկա գյուղին, հենց հիմա ցույց կտանք Մալիշկա գյուղը, չորացած դաշտերով, որովհետև արդեն աշուն է եւ աշունը իրենը անում է, դեղնացնում է ամեն ինչը։ Դաշտերը այլևս դեղին են մինչ գարուն։ Բայց տեղ-տեղ կարող ենք նկատել օազիսանման հատվածներ, որտեղ մարդկանց մատը խառն է։ Ինչպես այս կադրում, տեսեք, աչից երևում է այգիներ, որտեղ մարդիկ խնամում են եւ կանաչը դեռ արկա է, ակտուալ է։ Բարեկամներ, այսպես է, եթե ձեր հոգեվոր հողերն էլ թողեք, կչորանան։ Դրա համար հոգ տարեք ձեր հոգեվոր հողերի մասին, եղեք պատրաստված եւ ուժեղ։ Ոչ թե միլաշկա։ Այնինչ մենք Մալիշկայում ենք։ Բռնցնում եմ, էլի, ստասվում է։ Դա իմ իվերուստ ինձ տրված տաղանդ է, որը ես պահում եմ, բարեկամներ։ Ահա մտանք Մալիշկա գյուղ, հետաքրքիր է այստեղի կոլորիտային միջավայրը։ Տեսակ, ֆուրն էլ օթերը թողեց, տենց է լավ։ Շատ գեղեցիկ է, այս վերջի տարիներին, ինչ ես այս գործի մեջ եմ, գնում գալիս եմ, տեսնում եմ, շենանում է Մալիշկան, բաներ են փոխվում, գեղեցկանում է եւ ավելի լավ տեսք ստանում։ Իսկ մարդիկ առաջվա պես լավն են, բարի հյուրասեր եւ հզոր։ Ինչպես նաեւ պետք է չմոռանանք, որ մալիշկեցիները սոխի արտադրության մեջ առաջինն են։ Նրանք օյաջը կարողանում են աճացնել ինչպես հարկն է։ Այնպես որ եթե ուզում եք լավ օյաջ, այսինքն սոխ, եկեք Մալիշկա, երկու մեշոկ առեք տարեք ու առողջ վայելեք։ Դա դեղ է, այնպես լավ են աճացնում, որ դեղի է նմանվում։ Եվ դուք կտրվում եք դեղատներից, ուտելով Մալիշկայի սոխը։ Չմոռանանք նաև, որ Մալիշկան արտադրում է լիմոնադ։ Հենց այդպես էլ կոչվում է Մալիշկայի լիմոնադ։ Մալիշկա, это не русский слово, не знаю вообще, ինչի Մալիշկա вообще։ Այնպես որ հենց այս տեսանյութակ է, որ պետք է մեզ հայտնեն այդ նորությունը, ասեն թե ինչի համար է յուղի անունը Մալիշկա, թե չէ ես իմ վարկածը հաջորդ տեսանյութերին կասեմ ինչի է Մալիշկա։ Որովհետև լոգիկայով շարժվել է ամենալավ բանն է։ Ահա մենք իջնում ենք, քիչ հետո կհասնենք Հոբելյարի օջախ, ասեմ ձեզ, որ առաջին անգամ չեմ գնում այդ օջախ, ինձ հարազատ օջախ եմ ես գնում հիմա։ Բաքում էլ խաղող կա ու ես վստահ եմ, որ Վարդանը երկու ճութը ինչա կգողանա։ Նա կարողանում է այդ ամենն անել կազմակերպել, այնպես որ չկասկածեք Վարդանի կարողություններին, իսկ մենք գնանք մեր բարեկամների օջախ եւ հասցնենք տեղ սրտամոտ նվերը, գեղեցիկ ու սիրուն նվերը։ Տեսեք հեռվում գրված է I love Մալիշկա։ Սա սեր է Մալիշկայի մասին։ Գնում ենք աճ, Վարդան, աճ պետք է անենք պոչտայի մոտից, Ղամազի մոտից աճ անենք գնանք։ Ավելին ասեմ, մի հատ էլ աճ պետք է անենք ու դու հիշես ուր ենք մենք գնում։ Հիշեցիր, բարեկամ։ Միշտ հիշիր չմոռանաս հանկարծ։ Մենք բոլորով եկել ենք այստեղ միշտ։ Հիշում ես, որ խաղողն էլ վերցրինք ծոմը, ասաց, ախ, բերելի կեղտոտիկ բան, ախտոս։ Հիշում ես, չէ՞։ Մեղմիկ հանգիստ հանդարտ գնում ենք տիկին Անուշին ուրախացնելու։ Այսօր նրա ծննդյան օրն է եւ պետք է ուրախանա, ուրախ լինի եւ հպարտ, որ ունի լավ որդի իրեն հարգող ու սիրող։ Իսկ հիմա Վարդանը ձեռով ոտով ինձ հասկացնում է կանգնի աղբեր, կանգնի պետք է գործողություններ անեմ, ես էլ ասում եմ հարց չկա, աղբեր կայնում եմ։ Բարեկամներ, ձեզ համար ընդամենը վայրկյան տևեց, բայց մենք մի 3 րոպե կանգնած խաղը Վարդան խաղը նկարի։ Խաղի սիրուն է, ինչ լավն է, ինչ հյութեղ
մալիշկայի խաղողը, մալիշկայի միլաշկա ու յութը խաղողն է ձեր կադրերում, բայց այնտեղ էլ ունենք մենք թարմա, այնպես որ կգնանք այնտեղի բազից քաղելու։ Ես ինձ թվում աստեղ կանգնեն ամենախելամիտ տարբերակը կլինի Վարդան, հա։ Մնում է ես էլ կարանամ իշտեմ, ինչ ես հիմա ուզում ասածրն ես այդքանով։ Վերցնում ենք համեղ տորթը, որը նվիրված է մայրիկի ծննդյան օրվանը։ Всё, կարացար։ Վարդանը հիմա բարդ վիճակի։ Տիկին Անուշ, բարև ձեզ։ Բա իմացաք այսօր ինչու, այդ ինչ է կարը, իմ սիրած խաղողն եք քաղել։ Շնորհավոր ձեր ծննդյան օրը։ Օրորոցում աչքեմ բացել, առաջին բառը մայրեմ ասել։ Մի քիչ մեզ կան, հա։ Մենք եկել ենք էլի, ճիշտ է, մի քիչ կրկնություն կա, բայց այս անգամ մի քիչ առավել քաղցրություն ենք ձեզ բերել։ Բերել ենք շատ ուրախացնենք ձեզ, այսօր հատուկ օր է։ Սա մեծ աղբորը ես կասեմ ինչ անել, այսօր ինչ պետք է անեք, որ շատ տարբերվող օր լինի ձեր համար հատուկ, որովհետև դուք սրբություն եք, սիրված ու հարգված։ Եվ ձեր որդին Արտուրը իր կնոջ հետ միասին շնորհավորում է ձեր ծննդյան օրը։ Ու լիքը սեր ա ուղարկել։ Զգում եք այդ սերը։ Հեսա ձեր ամուսնու սերն էլ է կզգալու է, հենա աշկերը փայլում է, փայլով է լսվել։ Դե մա երազանք պայքցեք։ Լավ լինի, Այլը որ մեծ էլի փայլեսնելու բան ունենք։ Մարտուրից հաջողություն բալես։ Մայրսերը թեքիաթի է նման, որտեղից քեզ այսքան բարություն։ Հաջողություն, դրա համար ասում եմ իմ Արտուրը։ Դες քաղցրությունը մի պահ տամ ձեզ, որ զգաք, այսպես քաղցրությունը հասավ տեղ, վերցրեցի տարա, տանեմ ուր տանեմ։ Ես գիտեմ ուր տանեմ, չէ, ես աստեղ եմ տանում։ Ստեղ եմ տանում։ Հիմա նա ինչ ենք անում, չէ։ Գիտես ինչ ենք անում։ Ստեղ կարևոր մի հատ առաջադրանք ունենք։ Այսպես դու պահի, արի դու պահի, այսպես որ բացի։ Հալա դուք չգիտեք ինչ արի այդ աղջիկը։ Սա սեր է ու ուզում եմ որ այսօր շատ լավ որ անցկացնեք։ Դրա համար այս նվերի մեջ ամեն ինչ կա դրա համար։ Ֆրայրակո։ Դե բացեք ձեր ամուսնու ձերքում գտնված նվերը նվիրված ձեզ, հեսա աստեղից է։ Որտեղից քեզ այսքան բարություն, մայրական սերը չունի սահման։ Մայր սերդ արև է ջերմություն, մայր սերը թեքիաթի է նման, որտեղ Այլուն օր ենք ձեզ մաղթում ու ամենակարևոր բանը գրվածքը, նայեք ինչ է գրված։ Այս գիտեմ ընդ ավելի շատ ուշադրություն շեղող բան կա, բայց մեր Արտուրի սրտի խոսքերն են։ Մորս սրտի այդ աշխարհն եմ չափել, էլի մեծերն է, մեծերու անգին։ Այնպես որ այդ մեծության առաջ, էսի չնչին նվերա։ Մեր Արտուրի եւ նրա կնոջ Արմինե, չէ՞, Արմինեի կողմից։ Արմինեն է ամեն ինչը կազմակերպել, բայց Արտուրի անունով ու Արտուրը ձեզ շատ է սիրում, Արտուրն է ռազարիշենի տվել։ Մենք գիտեք ինչ ենք անելու հեսա։ Ալի ինչ սիրուն սեղան ենք ցե։ Այդ սեղանը պետք է նկարվի։ Չէ, մենք դրսի սեղաններն ենք սիրում ու սիրում ենք գողություն անել։ Մինչ Վարդանը ձեր ուշադրությունը կշեղի, ես Հա? Վերցրու։ Այդ տղեն ամենանվազագույնն է արել, որ ցանկացած որդի պետք է անի։ Այնպես որ իմացեք, որ չէ, ես վերցրեցի ինձ ինչ պետք էր։ Չէ, ես սև չեմ սիրում, ես ես եմ սիրում։ Ձեզ լավ որ բարձր տրամադրություն, այն բաներ, չէ, էդի բան ես անում։ Կապաղ դեստավեր։ Վարդան վերցելի, ես դերցից բանն եմ։ Ուրեմն, նայեք ինչա կատարվում, ասեմ, այսօր կարա կլեք, դեք Երևան, լավ տեղ նստեք մարդկանիկ։ Հա, վայելեք։ Հա? տոն հյուրերին ինչ։ Հյուրերին աստոյության նստեն ուրախանան չեփ անեն։ ապրեք տղեր։ Դուք ռոմանտիկ հանդիպում կազմակերպեք։ Այսպես միշտ սիրով լինեք։ Արտուրը, բայց մեծ աղբեր, քեզ էլ է շատ սիրում։ Մենելացի տեսը շատ կոմն է, այ պրոստը։ Ծնունի 10։ Այ ինչի սա պետք Այ շտա չի տապ։ սաղի չանես։ Այ մարդ կբերցես այդ քոննել, հա, всё։ Դե մենք երանք, ձեզ լավոր, մեզ էլ լավոր։ Գնում ենք Երևան, բան պետք է լի զանգեք։ Հա, մտնեմ ֆռամ։ Ահա, ընկերներ, այն խաղողը, որի մասին ես ձեզ պատմում էի, սա իմ սիրած խաղողի տեսակներից է։ Նայում եմ ու ուզում եմ ուտեմ, բայց պետք է պտույտ։ Կոկով օպելի դեմը գնա։ Հա։ Լայնարձակ Բաքում մենք մանևրում ենք։ Ու պատից հանկարծ ցած չընկնենք, Վարդան։ Կարծիքով չենք ընկնի։
Մենք շնորհակալ ենք ձեզանից ու զգացված։ Նկարներ ուղարկեմ։ Նկարներն ուղարկեմ, հեսա կուղարկեմ Արտուրին, ինքն կուղարկի ձեզ։ Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել։ Ձեր սիրտը շատ մեծ է։ Լավ պահեք, առողջ եղեք, որ Արտուրը գա գրկի։ Մեծ սիրով։ Ահա բարեկամներ, ուրախությունը բերեցինք Մալիշկա եւ Վարդանը նոր ինձ այն որ ասած մի րոպեկանին գործանում այդ ժամանակ մի բան հուշեց, ասած իջևանցի, հա։ Իջևանցիներն էլ են սողան աճեցնում, բայց Մալիշկայի սողանը ավելի լավն է։ Օյաջը Մալիշկայի։ Քաղցրա համ է եւ ջրից պակաս, դրա համար համը առավել ցայտուն է ձեր բերանի խորոչում։ Այո, գնացինք։ Գնում ենք Վարդան։ Տենում ես որ գնում ենք։ Առաջ ենք, չէ՞ գնում։ Հիմա գնում ենք ուղիղ Երևան ընկերներ, որտեղ չեմ ալարի ու կասեմ, ունենք մեգա անակնկալ։ Երեխաները դրսից եկել են մայրիկի ծննդյանը ներկա գտնվեն, մայրիկը ընդհանրապես տեղյակ չի։ Հետևաբար ես այս անակնկալը անվանում եմ մեգա սուպեր հուզիչ անակնկալ։ Սպասեք, որ հուզվեք, մի քիչ արցունքներ գա ձեր աչքերից ուրախության, ով էլ հրվում է ոգևորվի ինքն էլ գա, գնանք միասին անակնկալ անելու։ Ես ուզում եմ բոլորիդ հասցնեմ ձեր ծնողներին, ծնողներն էլ ուրախանան, աշխարհում մեկ լինեն, չէ՞ որ նրանց համար, նրանց ամբողջ կյանքի իմաստը դուք եք, որ դուք լավ լինեք ու իրենց կողքին երբեմն գաք գնաք էլի, եկեք անպայման։ Գնացինք Վարդան Մալիշկայով։ Բարի օր ձեզ, Մալիշկեցի բարեկամներ։ Բարև ձեզ։ Ընջոզ եք թափ տալի։ Նորմալ կա։ Նորմալ կա, պոպոտ։ Գալիս եմ երկու հատ տանեմ։ Դու հենց այդ եմ ասում, գալիս եմ։ Երկու հատ։ Դաշտիկը կախվես։ Նա կնգնի, շատ ահավոր կախվել է, տեսի կարասանես ափսոսը դաշտիկ ակներ նրա մայր։ Շատ դրա համար Պորշա, ոչինչ միլիոնայ։ Պորշա, բտանք։ Ասեմ ամեն ինչ կարգին է, կտեսնեք կյանքն է։ Հələ բացը Իրեն որ Պորշան են չէ՞ դա։ Բայց է դա, դրա համար Beautiful popok. Porsche ախպեր։ Շնորհակալ ենք։ Գնում ենք պոպոկներով Մալիշկայում պոպոկ, սոխ եւ ինչա, խաղող կա։ Եկեք Մալիշկա, Մալիշկայում լավ է։ Welcome to Մալիշկա։ Ինչ կա Մալիշկա, ամեն ինչ էլ կա։ Ինչ ֆրաս կճարես, գնացինք։ Բարեկամներ, նոր որ ասեցի Porsche, ոչինչ, նկատի ունեի, որ Վարդանն է Porsche-ի մեջ, պետք է նկարի դեր, համար եմ Porsche-ը այդտեղ կան գնացել են, էլի, հանկարծ չմտածեք, ես նա կստվել եմ Porsche-ը քշում պես լրիվ էլի ասենք, տես չի, այնպես որ հարգանքներս բոլոր գնացի դար։ Ես ճիշտ եմ համարում մեգա անակնկալը սկսել մեգա կադրից, ընկերներ, սա մեր սուրպլերն է, մասիսը պատված ամպերով, այսօր այս տեսքն ունի մեր բարեկամը, այնպես որ հենց այսպես պետք է նկարենք, դաշտավայրն է հեռվում և գեղեցիկ սուրպլերը վսեմ կանգնած մեր առաջ և այն հիշեցնում է մեզ, որ հայը եղել է, կա ու կլինի և նրանից է սկսել, նրանով էլ կավարտվի Այնպես որ թող զգուշանան մեզանից բոլորը, քանի համեստ մեր համար ակնոցները դրել ենք մեր աչքներին ու սենց նստած Porsche ենք քշում։ Իսկ դիմացից բարեկամներ հեծանվորդներն են իրենց հեծանիվներով եւ Hyundai CV մեջ նստած իրենց համար։ CR-V մեջ։ Շատ հետաքրքիր տեսարան համընկավ այսօր մեր կադրի հետ։ Այնպես որ շարունակենք մեր ճանապարհը ու գնանք հասնենք Da Vinci, բայց միշտ Da Vinci հասնելը ասեմ ընկերներ, որ մենք պարտադիր պետք է հանդիպենք մեր նահող աղբորը Արմաշցի
նահո աղբորը, ով հիմա մեզ է սպասում։ Նա ուզում է պատվեր տալ մոտորերի համար։ Իմ կարծիքով հենց տեսանյութը տեղադրենք, հենց այդ օրը արդեն մենք պատվերի մեջ ենք լինելու։ Երևի թե ում որ պետք է անակնկալ անենք, նա չի էլ հասցնի, հասկանալի շկատարվեց, հա, արդեն։ Չի հասցնի։ Մենք կհոգանք այդ մասին, որ նա չհասցնի։ Իսկ հիմա մենք երասխից ուղևորվում ենք դեպի Արմաշ Նահոյի հանդիպմանը։ Նահոյի հետ հանդիպենք մեր անուշ աղբոր հետ ու շարունակենք մեր ճանապարհը։ Նահոն եկավ անցավ։ Նահո, էդ ի՞նչ ձևեր Նահո, արի հələ։ Արի թո Նահոն գա հələ իր BMW-ով։ Ուր էր դու մախտո։ Ահա, տեսեք ինչ խրոխտ կեցվածքով BMW-ով նա գնում է որ նկարվի, չէ որ Արմաշում ունենք Արագաչափ։ Արագաչափը այստեղ կենթանի է, ապրում է վատ կենթանի է, էլի։ Նրա ծնողները այդպես էլ նրան լավ չդաստիարակեցին, դրա համար աչու ձախ բոլորին վատություն անում։ Ախ դու երկու աչիա հիմարիկ, տարբեր վանակատվի նման է, տարբեր գույների աշկեր ունի։ Ահա, ասանք Նահո աղբոր BMW-ին 71 LT771 քաշ ձախ կանգնի կոֆե ապարատի մոտ։ Իշնենք լավ զրույց ունենանք ընկերական։ BMW քշողը էլի, BMW քշողները տենց են կամ սպիտակ, կամ սև մայկով, թրաշով, ոսկի ցեպով ու փող չունեն որ BMW-ն սարքեն, բայց սարքում են։ Հա։ Բարեկամ։ Հա գալի անցնում եմ, աշկես նետնում եմ, ստեղ չես, այս ինչ լավ հոտերա գալի վարից, նոր ես աղբերս լողացել։ Հա։ Հազար բարի։ Ինչ կա։ Դուշկես տստորի։ Հա, էտա։ Արի Վարդան, արի նստենք մատ նարդի գցենք Նահոյի հետ։ BMW մագնիշի մեքենան ստեղծված է հատուկ վարելու ստիլը ոնց է ոչ ունեցող մարդկանց համար։ Նրանք ամբողջ կյանքում մնում են նույն մտքին, անում են նույն խենթությունները ու տենց էլ ապրում են։ Բայց Նահոն մի քիչ ավելի խենթ է, էլի։ Ընկերներ, այստեղ Արաքսի ափից բռնած, ափից, ոչ թե մեջից, այլ ափից բռնած ձկներ կան։ Այս ձկները շատ շուստերի են, եթե չլինի սա, երբեմն հելնում գնում են իրաց գործերով հետ են գալիս։ Դրա համար այս ցանցը դրել եմ, որ ձկները տեղ չեթան։ Սրանք տեղ գնացող ձկներից են։ Ունը չեմ գալ ինգեր։ Ճանաչում ես ինձ։ Բրծավ, հա։ Լավ ապե, հելանք ընկեր։ Բարեկամներ, ես երբեմն ներվայնանում եմ ու դառնում եմ Porsche-ի վարորդ։ Հելանք։ Բարեկամներ, մենք ամեն ինչ պլանավորեցինք Մարգարիտան, անմորանում Անահիտը եւ Վահագնը։ Վահագնը շատ սիրելի փեսա է, եկել է Զոնքաշ մայրիկին ուրախացնի, ուրախություն բերի, սեր բերի, ինչի վառապացույցը, սաղտերը նայեք, սա փեսայի սերն է Զոնքաշ մայրիկի հանդեպ։ Ինչ աղջիկ, ինչ բան, փեսա եւ վերջ։ Չէ Մարգարիտա դե ասա հա, պապան շատ է իմ տատիկին։ Всё, վերջ, արդեն կասկածներ չկան, ես դա գիտեի։ Զարբարի, ոնց ես ախպերս։ Աղաս ջան հաճելի է շատ, բարեկամ։ Դու ես կազմակերպը ամենում։ Հա, հալալ եք ես։ Ապր 40 հոգի են, հա, մեր հանդիսավարը եկավ։ Կարո՞ղ բարեկամ։ Երրորդ կուպե, welcome to։ Ախպերս, հա։ Հա։ Բաղձես։ Հարգանքներս։ Սպանս, Կարո ջան։ Ընկերներ, փաստորեն աշխարհն է հավաքվել Դա Վինչիում, Դա Վինչիի անունին համապատասխան եկել են Ավստրալիայից, Հոլանդիայից, Կամբոջայից եւ Զիմբաբվեից։ Ահագին օտար երկրներից մարդիկ հավաքվել են մեր տիկին ունեի ծննդյան օրը նշեն 75-ամյակը։ Եվ դուստրը որոշել է մեգա անակնկալ անի։ Եվ իհարկե Մարգարիտան էլ է համաձայն, դրա համար եկել է այսքան երկար ճանապարհ անցել, եկել է որ տատիկին ուրախացնի։ Բարևներդ կհասնեն բոլորին։ Շեշտեմ, որ կազմակերպել է տատիկի ծննդյան օրը բարձր մակարդակով։ Հալալ է աղասին։ Աղասիի նման թորնիկ եղեք։ Հəl տեսեք ինչքան էթում գալիս է, ստեղծագործում է, որ տատիկի համար գեղեցիկ լինի ամեն ինչը։
Հա։ Կարես այս ամենը պետք է նկարել։ Մա թազա, էլ չէ, թազա գրքի, էլի գրքի, թազա գրքի, որ տենանք ինչքան սեր կա։ Հարսիկն է Ռոզան։ Ռոզա հարսիկը շատ ուրախ էր տեսնել հորաքրոջը։ 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 Թող բոլոր հարսիկն։ Ինքը բոլորիս հորքուրն։ Հա։ Բայց ոչ մեկ հորքուր չի ասել։ Ես էլ անո հորքուր ունեմ։ Ունես որ բա ինչ ես ասել։ Անո եմ միշտ ասել։ Հեսա այսօր սխալս կդուցեմ բայց։ Հələ ասա մա ջիջարով ասա հորքուրս։ Հորքուրս։ Գրքի, մատը գրքի։ Հորքուրս մեռնեմ սրտիդ, հա բա ախպերս գրքի։ Ահա տեսեք, սեր է հորաքրոջ հանդեպ։ Մեր աղասին, հա, աղասին մատ անուշ ախպեր։ Բա, եւ իհարկե Վահագնին է շատ, իր փեսային է շատ սիրում, եղբայրական սիրով։ Նունե տատիկը, տիկին նունեն նույնպես սիրում է, տատիկ չեմ ասի, որովհետև նա շատ երիտասարդ հոգի ունի եւ նա մեզ համար կասմունքի այս տողերը։ Լսի, Ախպեր մտ կային ջոկ։ ախպեր չէ, կայնի, տոշնի եմ արեն մեկ, էնի հիմա մի դիր։ Արեկամներ մենք կարեցինք կոշիկը, ամեն ինչի ձալական է, Լուի Վիտոն։ Դու էլ հագցրու դու։ Աղասը հիմա դու թոյնքը հագցնի, էլի։ Զոլուշկայի պատմությունն է։ Են ի՞նչ է։ Այդ փողը պահ։ Օ, աղաս դու դժվար, հորքուրդ լավ է նայում։ Հա, շատ ուժեղ է։ Չէ, էնի արդեն վերցել ես, ախպեր, կոշիկը գտնող։ Դուր, վերցրու։ Են մի կոշկիտ էլ կարաս ճղես։ Բարոն դրսում է։ 3-ով այդ։ 3-ով մի անգամից մտնեք։ Անջար տարել եմ, ես միակ մտը հետո խաղում կենացում։ Հա։ Մեր նկարի էլի աշխարհի ամենալավ փեսային Լեննագանից։ Ֆրանսա Լեննագանցի է։ Հոս եկած Դա Վինչի։ Ախպեր բայց դրամատուրգիստը։ Ախպերս մեր ախպերն է։ Նոր գալիս է։ Այն հա, կոլը գալիս է։ Հետ գամ։ Հետ եկեք կատակ էր անում։ Նորմալ է։ Եկեք այստեղ ձևավորվում ենք այստեղ։ Սկիզբը ես նրանց սկսում եմ։ Հա դու սկսում ես։ Արով տեսանքն ասում եմ։ Ես արդեն ընդ քո տեսողական կոնտակտի մեջ կլնեմ։ Դու հենց ուզում ես ամենը միջև իրա կենացը։ Հա, դաժե հա։ Կամ լավ, կենացը խմում ես, ասում ես Ես կենացը հələ չեմ խմելու։ Հա։ Հիմա սենց է նայ։ Ես սկսելու եմ, ողջունելու եմ, բարով տեսանք եմ ասելու։ 10 րոպե հետո խորոված ենք տալու, նոր իրա կեն 10 րոպե։ Հա, չէ, ուրեմն ես կմտնեմ նոր Արի սենց անեմ, որ ժողովուրդն բարով նստեն։ տեսանքը որ ասեմ։ Հա։ Ախպերս։ Ասես ու բարով տեսանքը սկսենք գեղեցիկ, տոնական, հուզիչ, ուրախ անակնկալով ու ես կմտնեմ արդեն ընդ սկսեմ խոսալ, եթե երկու միկրոֆոնն ես իրար հետ, եթե չէ, կարաս կողոսել ես իրար հետ հարցերով բանով, ջոգիր մեզ պետքա իր ուշադրությունը շեղենք, որ մեջքով կայնի դեպի դուռը չտենա մարդայեկը։ Բարեկամներ, հաշված րոպեներ հետո մեր տիկինն ունեն կստանա իր գեղեցիկ անակնկալը, քաղցրու, անուշ, հիշվող ու մնայուն։ Այո։ Կարո, անուշ աղբոր հետ, հեսասիրուն անակնկալ են կազմակերպում։ Թույն օրա սպասվում։ Թույն իրավիճակ, հուզմունք եւ թախից, Այո։ ուրախությունից սերված թախից։ Ասենք էլի սա, էլ ինչ ասենք։ Հա։ Հա։ Շանում սկսեմ։ Հա, էլանք։ Դու բոլորին նստացրու դուրս նայող չլնի, կամաց ելնում ենք, ընդ տեղ կա փախկվելու։ Եկեք, ահա, հրաշալի ընտանիքն է մեզ հետևում։ Կամացուկ մեղմիկ բարձրանում ենք։ Մարգարիտան օրվա գլխավոր հյուրն է։ Նա լիքը դժվարություններ հաղթահարելով եկել է տատիկի ծննդյան ներկա լինի։ Մարգարիտա ձեռտու ինձ, ապրես, այսենց արի, ապրես, անցեք։ Գրող երաշտության ներքո սկսում է տիկին ունեի ծննդյան օրը։ Ուրա հոբել։ Ճանաչել են ընդ։ Չէ, այ ճանաչել։
Մենք որոնց հավատվել ենք, որոնց ենք մի գինում ենք, ծրած եղան բարել արզա, իրոս մի նատանուց ենք սավարուսը ենք, ով է դա ենք համար։ Սկսեք առաջանալ։ Երեկոն ես ուտոմից մոտ հրավիրել, տաղանդավոր տեղայից էր բավին, ես նավակական եմ ատասված մեր ով է դա համար։ Մեր ծապալեցուներ եք ունեցնում։ Շնորհակալ եմ Կարո ջան, շնորհակալ եմ ծափերի համար։ Հիմա մի հատ էս լռության մեջ գեղեցիկ մենակ որ ձեր ծափերը լսվի։ Ձեր ներկայությունը զգանք։ Տիկին Նունե քույրիկ։ Շնորհավոր ձեր ծննդյան օրը։ Ձեզ հրավիրում եմ այստեղ մեծ սիրով։ Հենց այստեղ այս կենտրոնական պարահրապարակում չէ որ այսօրվա ծաղիկը առիթը եւ թագուհին դուք եք։ Համաձայն եք։ Emoționից պարուրեր Մայրս իր մետաքս է ձերքերով Ձեզ ձևական լինի մի բան։ Այս ծափերը որ լսեցիք ձեզ համար են։ Շնորհավոր ձեր ծննդյան օրը։ Մենք եկել ենք իրականում եկել ենք բացակա մարդկանց կողմից մեծ սիրով ենք եկել ենք ձեր ծննդյան օրը շնորհավորենք։ Ուրախացնենք ձեզ ու գիտենք թե ինչքան տաղանդավոր եք դուք։ Ձեր տաղանդի վրա ոչ ոք չի կասկածում։ Այդպես մարդ ստե չկա, ծափեր տվեք որ հավատանք։ Հիմա մեր երազանք պահեք։ Տեսնում եք այս սրտերը, սրանք մի մարդու սիրտ է, որ բաբախում է ձեզ համար, հեռուներից, բայց բաբախում է, սիրում ու հարգում է ձեզ։ Ասեմ ում նա։ Անահիտին էլ կարող էր լինել, բայց եթե արանքում կա փեսա, թող Վահագնի սիրտը լինի, այո, շատ է սիրում ձեզ։ Ձեր ընտանիքի կողմից է այս անակնկալը, նրանց բացակայությունը մենք դարձնում ենք ներկայություն, սերն ենք ցույց տալիս ձեզ։ Դե երազանք պահեք ու փչեք մոմերը, ծափերը չեն ուշանա։ Որ խաղայի ես անհոգոց ընկների Որ ծնկի ես գայի Բարձր ինչքան կարող եք, ինչքան հնարավոր է, բարձր ու գեղեցիկ ծափեր են մեզ պետք։ Թախծրությունը տվեք ես փոխանցեմ մոտակա սեղանին, հենց ձեր սեղանին։ Շնորհակալ եմ։ Հիմա, որ ինձ ասել են դուք կարողանում եք հիանալի ասմունքել, հուզմունքը ձեզ թույլ կտա ասմունքեք, ինձ հետաքրքիր է։ Իհարկե։ Ինչքան որ հուր կայք սրտում բոլորը ձեզ, ինչքան կրավ ու վար խնդում բոլորը ձեզ, բոլորը կամ ու նվիր են, ինձ ոչ մի հուր, թող չմնամ, դուք չմրսեք ձմրան սրտում, բոլորը ձեզ, Նամոզում եմ առաջվա պես օրոր ասես Սա շատ գեղեցիկ պահ է, ձեր այս բանաստեղծությունը կարծես հենց դուք գրած լինեիք ձեր սրտով ու հոգով։ Հիմա եկեք ես ձեզ ուղեկցեմ ավելի կենտրոնական պարահրապարակ դրան մեջ չկայնենք սկավազնականի հանկարծեց ցուրտը խփի ձեր մեջքին։ Շնորհակալ։ Հիմա ես ուզում եմ այստեղ հրավիրել ձեր որդուն, որ ձեր երկու դուստրերի կողմից ծաղիկ նվիրի։ Ուր է նա։ Վստահ բարեկամ, արի։ Ես ուզում եմ որ այս գեղեցիկ ծաղիկները ձեր որդին ձեզ նվիրի մի հատ էլ լավ գրկի։ Համաձայն եք։ Դե գրկի։ Նամոզում եմ առաջվա պես օրոր ասես Քո անուշ ձայնով սրտիս հետ օրերով խոսես Դուք հիմա ուշադրություն ունեք նվեր մեր Ֆրանսիա հայերի կողմից։ Բացեք նվերը, տեսնենք կհավանեք թե չէ։ Սա ձեր հատուկ ձեր համար է անվանական մեծ սիրով պատրաստված եւ ինձ հատուկ նշեցին, որ ներողություն են խնդրում, որ չեն կարողացել ներկա գտնվել։ Ներում եք նրանց։ առանց ներելու, ժողովուրդ ջան, նրանքի բանիկներն են, օր, Սա հատուկ անվանական ինձ նայեք մի բան ասեմ։ Սա հատուկ ձեզ համար է։
Եվ այս առիթի կարծես մի բան էլ պակաս լինի, չէ՞ որ դուք այսօր հագել եք գեղեցիկ կանաչ փիրուզագույն շորթ, չէ՞։ Կարծես կանաչ վարդեր պակաս լինեն ձեր առիթին։ Եկեք տանք այդ կանաչ վարդերը։ Իսկ թե ով կտա, կխնդրեի պտտվեք մի քիչ դեռան կոնտենակ ով կտա։ Մենք եկեք։ Շատ լավ է, այսօր կարողացանք այդպես անել, որ դուք ձեզ մենակ լավ զգաք, շատ չուզվեք, էլի չափից ավել պետք չէ, հա։ Ձեզանից ամբողջ այս ամբողջ շնորհքով ժողովրդից
Դուք այնքան մեծ հարգանք եք վայելում, որ լսել եմ Ավստրալիայից, Մոզամբիկից էլ մարդ եկել ձեր ծննդյան օրը։ Հա։ Եկել են, այո, ինձ ասել են, ամեն ինչ ասել են, բարև եք եկել հայրենիք, ձեզ լավ որ բարձր տրամադրություն։ Նամոզում եմ առաջվա պես օրոր ասես Քո անուշ զայնով սրտիս հետ օրեր Իսկական հանդիսավարի ես դե բանում էլի տենց սոտի հանդիսավար եմ, հա։ Շնորհակալ եմ Կարո ջան, ապրես։ Բրավո, ջեր ծափարուսները քչեցող տաղանդավոր տղա եւ աշխատանքություն եք հայտնող երեցիկ հարակաշարի համար եւ տարիչան։ Դու աղասի աղջիկն ես, հա? Աղասին ես դու։ Ուզում ես մեր երկու տաղադերից էսվեց։ Ապեր, որ ասում են ռոզ վիշորով ինքն, հա? Հենա։ Այս պստիկն է։ Ասում եմ աղասի աղջիկն Բայց ասել է աղասի դեմքը ընդունի կտել է։ Արի, հա? Արի պապայի մոտ։ Հələ մի հատ աղասի դեմքը ընդունի, էլի, աղասի դեմքը հələ ցույց տու, հələ աղաս արա։ Այդ ջուկ։ Օ, ես վախեցա, գնամ, հա? Դե գնում եմ։ Ջղային դեմ։ Դե մա թաթիկով արա, դե մա թե մամայի դեմքը ընդունի։ Ա, մաման, լավ է, օ, լավ, ես աղբերս մենք հելանք սավը տանեմ, մենք գնացինք աղբեր։ Մենք գնում ենք։ Եկել ես եմ ձեր հետ գա։ Դու ես գալի աղբեր։ Աղասի, արի գնանք։ Օ, վախ, Արի, արի։ աղբեր դու մոռանում ես, որ մենակ չես կարա գաս։ Գնանք երրորդ մաս աղբեր։ Աղբեր, հա, բանա, ծունգս ջուրա լսվել, բայց դա խնդիր չի։ Չեմ, աղբերիս աղբեր, շնորհակալ եմ։ Աղաջան, դե ձեզ բարձր տրամադրությունը աղբերս։ Հելանք։ Բարեկամները, հա, այսպես է լինում հուզական անակնկալը, իսկ այսպես չի լինում, երբ որ անակնկալը հուզիչ չէ։ Հետևաբար հուզիչն ու չհուզիչը տարբերեք եւ լավ բաներ գրեք։ Բայց դե, հա, ես մի տեսանյութի տակ կբացեմ մեկնաբանությունները, որ բարության տողեր ընծայեք մեկնաբանության բաժնում։ Իսկ հիմա բարեկամներ մենք մեր գեղեցիկ մեքենայով հանկարծ մի հատ տավար չլինի երկար սիգնալ տա, որովհետեւ այսօր մի անասունի տեսանք սիգնալ տվող, ուղղակի ես այնքան եմ աշխատել ինձ վրա, հա ինչ անենք ավտոբուսը բարթան, որ չենք մնա ստե ախպեր։ Աբրիս, ավտոբուսի վարորդ։ Հա, նա ինչ է կատարում։ Ես ինչի մասն էի խոսում, հա։ Երկար սիգնալ տվող մի տավար կինն էլ կողը եկավ անցավ, բայց քանի որ ես ուսումնասիրել եմ Բուդդայի համբերության մասին բանաձևերը, ես համբերությամբ լցվեցի եւ նրա մասին ոչ մի լուտանք չթափեցի։ Բայց ասեմ ձեզ, որ շատ էի ուզում։ Այնպես որ մի արեք նման բաներ, ես հասկացող անձնավորություն եմ եւ սիգնալ չտակ էլ երկար։ Գնացինք։ Բարեկամներ, հիմա մենք գտնվում ենք Քարիտակը ռեստորանային համալիրի մոտակայքում, այսինքն հենց այնտեղ ենք նորակառույց սիրուն սրահ ունենք մեր Վայոց ձորում, ինչը հպարտանալու առիթ է եւ լավ զգալու, եւ մենք հենց հիմա հաշված վայրկյաններ հետո հենց բումբունիկները պարեն պրսնեն, կմտնենք ու անակնկալ կանենք, այսօր Եվայի 1 տարեկանն է, լուսամուտից նայում եք Արենը Գալստյան DJ-ա, չէ՞, թե Վարշավի, չէ, DJ Կարենը, այս պահին նա DJ է Եվ լավ էլ ստացվում է նրա մոտ, տեսեք ինչ Խզարյոն ռաբիզ է դրել, հալալ է։ Ինչևից է գնում ենք շնորհավորենք Հարութին եւ Սաթենին, ասենք աշկներդ լույս լինի, բալիկ եք ունեցել Եվան 1 տարեկան դարձավ։ Բարև բարեկամ, անունդ։ Նիկ։ Հե? Նիկ, բարեկամս, ուժեղ անուն ես, Նիկ։ Կարճ, կոնկրետ սիրուն, հա։ Բարև ձեզ։ Անակնկալ անենք, այդ բումբումիկները երբ են գնում։ Իրանք արդեն վերջացրել են։ Հա։ Հիանալի է, Նիկ աղբեր։ Դու ինձ դուր քո խոսափողը խնդրանք։ Ու ես մնացած ընդ խոսացնեմ, պարասնեմ, պաչացնեմ գնամ։
Իհարկե, գեղեցիկ է լինելու անակնկալը, որովհետև, հա, հենց պրծապ կարաս հայտարարես, հա, հտենանք ծապ կտան, թե չէ, մեր ձորում ինձ, ծապ կտան, թե չեն տա, եթե կտան լավ է, եթե չեն տա, կստիպեն որ տանել, ենքան կասեմ ծապ տվեք կտան։ Մի խոսքով Հարութի ընկերների ու 10 ընկերների կողմից ունենք գեղեցիկ անակնկալ Եվային, նրանք շատ են ուրախացել, որ Հարութը ամուսնացել է, հերիք չի, Եվան էլ կա, մի տարեկանն այսօր հավաքվել են, հենց ցույց տու ոնց են հավաքվել։ Նկատենք ինչ Վայոց Ձորյան գեղեցիկ ջրառատ իրավիճակ է, ջրառատցիներ, ջրառատ յուղը նկատի չունեմ, այստեղ ջուրը առատ է, տեսեք ինչ թոթոլ ջրվեժ ունենք այստեղ, իսկական նկարվելու տեղ, եկեք ու նկարվեք ինչքան կուզեք, բաց ծաղիկների նրբությունն ու գեղեցկությունը։ Ռեստայլ արած, այս արդեն ռեստայլն է, ավելի լավ, ավելի ճոխ, ավելի նորաձև ու ավելի սիրուն։ Բարև ձեզ։ Դե Վարդան, գնանք նստենք նորաձև աթոռակների վրա ու տեսնենք ինչ ենք անում։ Հիմա բումբումիկները կգնան, կմտնենք մենք։ Անուշ աղբեր հանդիսաբարը կհայտարարի ու մենք կմտնենք ներս, կգնանք անակնկալ անելու, ոնց ես պուչուր, անունդ ինչ է։ Սուսիկ, սիրուն անուն ես, բակո անունը։ Արգիշտի, քուրի կապերիկ եք, մամային չեք լսում։ Լսեք մայրիկներին, լսեք, որ հետո չփոշմանեք, հելա։ Հարի։ Մնացածը կարող է Ինձ թվում է արդեն մեծ մասը մեզ տեսան։ կարող է նույն ապահովությունները ապահովել։ Ահա, հարուտը դիտնացել, տեղում կարնացել։ Ահա, դարձել, որ շատ շնորհակալ եմ։ Շատ կապերով դիմավորում են, որովհետև ես եկել եմ գեղեցիկ անակնկալ մատուցելու Ստեփան Մարկարյանը, հայերի ջան, կարողացար է։ Աղբերս տեղ դու էլի։ Արգակներս բոլորից, բայց ծափերը ախր Վայոց Ձորցիների նման ծափ չեք տալիս։ Երևանից եկած մեր հյուրերը ավելի լավ ծափեր են տալիս, ինչ է։ Բարև եք հավաքվել, շնորհավոր լինի մեր Եվայի ծննդյան օրը քնել, աստե չի։ Քնած է նա, ոչինչ, կարևորը մաման պապան են այստեղ եւ այս անակնկալը հիմնականում ձեր համար է, դե Եվան ինչ իմանար ինչ անակնկալ բան հələ փոչուրա նա չի հասկանում, բայց սերը շատ լինի ձեր օջախում, հիմա դե Եվայի քաղցրությունը բռնեք, Եվայի քաղցր տորթը դուք ունեք անակնկալ, բայց հələ չեմ ասում կողմից մի հատ ծափեր տանք, այս գեղեցիկ ընտանիքի համար, որ հավաքվել եք եւ կիսում եք նրանց ուրախությունը, սերը թող թագավորի ձեր օջախում Եվաներ եւ տղաներ թող ծնվեն, շատ, 5, 6, հա, 4, շատ լավ է, ծափեր տվեք, որ ծնվեն, հիմա մաման ու պապան երազանք կպահեն ու կփչեն մոմերը մեր Եվայի, հա, կլինի, չում ենք դեր, 3 ու 4 ու կես փչեք, Բախտը ժպտար Այո, ծափերը ոտենց ապահով եք էլի, որ ձեր ներկայությունն ու սերը հարգանք զգանք մենք բոլորս, իսկ հիմա Հարութ, ես քեզ կտամ ծաղիկներ, չեմ նվիրի, կտամ, որ դու նվիրես, բայց մինչ այդ տորթը խնդրում եմ փոխանցիր ինչ-որ մեկին, որ կարողանա լավ գրկի, էլի, գրկի մտե պաչիկ, Հարութ է լավ, պայմանավորվել ենք։ Ծնունդն է, հոգուդ մեռնիմ ես, շնորհավոր, ասենք շնորհավոր, սիրուն ջան ծնունդը, ասենք շնորհավոր Շնորհավորում ենք ձեզ, միշտ ուրախ առիթներ անցկացնեք եւ ձեր առիթներին լիքը լավ մարդիկ ներկա լինեն, բարի, նաեւ Երևանից, Երևանի մեր անուշ աղբերների ողջույններ, կարող եք եկել մեր ձոր եւ ձեզ բարձր տրամադրություն լավոր, իսկ թե անակնկալը ում կողմից էր, մեկը չհարցրեց։ Գամ հարցրու էլի, ասեմ ում կողմից է։ Ես կարող եմ միանգամից ասել, կարող եմ միանգամից չասել, բայց քո կողմից է ավելի շատ։ 3 Հայ, 3 տարբերակ ասեմ, դրսի բարեկամների, ներսի բարեկամների, թե ընկերների։ Ընկերների։ Ճիշտ պատասխան, ընկերների կողմից էր ծափեր ընկերներին, ծափեր եւ
Ընկերությունը թող միշտ ամուր լինի եւ այսքան հարգանքով ձեզ բարձր տրամադրություն լավոր մենք հեռանում ենք ես շնորհակալ եմ մեր լավ հանդիսավարից ով Երևանից եկել ասել է որ առիթ վարի գեղեցիկ վարի Նիկ հա Բայց Ստեփանը չի հեռանում Ես չեմ հեռանում հա Ստեփանին շատ բարձր ծափարում ենք, որովհետև բոլորս ճանաչում ենք Ստեփանին, թե ինչքան գեղեցիկ անակնկալներ է պատրաստում եւ մատուցում նմանատիպ գեղեցիկ միջոցառումների ժամանակ։ Շնորհակալ եմ բարեկամ, ապրես։ Չէ, մի հատ բարձր ծափար է Ստեփան Նարկարյան։ Շնորհակալ եմ բոլորից հետ, ես գնում եմ մի լավ երաժշտություն դեպ բարեք։ Մենք գնում ենք, դուք մնում եք, քեֆ անեք։ Հա, դուք էլ քեֆ եք անում։